Ադրբեջանը իրենց ասել է կամ սրա դեմը փակում եք, կամ մենք ձեզ հարվածելու ենք։ Գործողները ասել են այս ընդդիմադիրները, որ եկան պատերազմ են, ասում ինչի վրա են հիմնվում։ Մոտ տենց են ասում։ Այն որ ասել են օգոստոսի 8-ին ստորագրել է խաղաղություն, սուտ է, ոչ մի խաղաղություն չեն ստորագրել։ Ստորագրել են իրենց իշխանության մնալու բանը։ Մի քանի ամիս առաջ մեզ ասել է, խաղաղություն են բերել, վերջ, լավ է, 99 տարով երաշխավորված են, հիմա ինչով է զբաղված։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Պողոսյան։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Պողոսյան, փաստորեն նոր, ինչպես իշխանությունն են ասում, շուտով կհրապարակվի Սահմանադրության, Հայաստանի Սահմանադրության նոր տեքստը, որտեղ հղում չի լինելու անկախության հռչակագրին, քանի որ ասում են ըստ իշխանությունների, սա մի նոր պատերազմի առիթ է մեզ համար ու ոչ թե անկախության Հայաստանի անկախության հռչակագիրն է, այլ կոնֆլիկտի հռչակագիր։ Եթե այնպես ստացվի, որ իսկապես հարակվեն կայանա նոր սահմանադրությունը, ընդունվի, ինչ է փոփոխվելու, ինչ նոր, այսպես իրողություններ են առաջ գալու այս պայմաններում նոր սահմանադրության։ Հələ որ որևէ մեկը ոչ տեքստն է կարդացել, ոչ հանրային, որ ընդամենը ոնց որ թե կան արտահոսքեր, առաջինը, երկրորդը թվում է դա պարզապես ժամանակից շուտ ընտրական գործընթացի մեջ նախընտրական ծրագրերն են ներկայացնում։ Որոշել են այս անգամ ոչ թե 21 թվականին նման ստեն, խափեն, ասեն Շուշիի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա, Արցախի ժողովրդի երաշխավոր լինել եւ այլն, ասեն, որ այո, մենք Ալիևի բոլոր պահանջները կատարողն ենք։ Այս երևի այդ սահմանության տեքստն էլ Ադրբեջանում է մշակվել, ուղարկվել իրենց։ Բայց ասում են իրենք որևէ արտաքին այդպես հետք պետք չի փնտրել, քանի որ մենք ինչ եկել ենք իշխանության, այս ուղղությամբ քայլեր ենք անում։ Ոչ, իրենք այդ գաղափարը եղել է Ադրբեջանի պահանջների շարքում, եղել երեկվա, եղել է արդեն մի քանի տարիներ առաջ արտադրել, այս համար չեմ զարմանա, որ բարձվի մի օր Ադրբեջանը իսկապես ավելի ազնիվ գտնվի եւ ասի, որ այո, մշակել են եղել։ Չէ՞ որ նույնիսկ խաղաղության պայմանագրի մասին որ խոսում էին, եղել է չէ՞ որ Ադրբեջանի ներկայացուցիչները ասել են, այո, մենք մեր առաջարկներն է հիմքի մեջ եղել եւ դա ենք մշակել, դրա վրա եղել։ Այսօր չզարմանաք, որ դա էլ լինի։ Հայաստանն է չի լինելու։ Այսինքն դուք եք այս տեսակետը, որ նոր սահմանադրությունը Ադրբեջանի այսպես պահանջով ըստ նրա դիտարկումների է լինելու։ Ժամանակին նախընտրական ծրագրում ասում էր բարեփոխումներ սահմանադրական։ Բարեփոխումը ուրիշ բան է։ Սա նոր սահմանադրություն է։ Փաստորեն նոր երկիր։ Չկա այլևս Հայաստան։ Ինչպես իրենք են ասում 4-րդ հանրապետություն, այդպես են հասկանում եք, թե սիրուն ձևակերպումների բումբովանդակության խնդիրը լինելու հետևյալը։ Իսկ ինչի վրա ենք մենք անկախ։ Ինչի վրա ենք անկախ։ Ադրբեջանի բարեհաճության, գրեն այդ եթե կբացենք տեքստը կարդալու վերջնական, որը կասեն այս սա է լինելու։ Եթե այդքան ազնիվ կլինենք, համաձայն Ալիևի պահանջների անենք։ Այսօրվա մնացածը, նայեք, նախընտրական ժամանակահատվածում արդեն դեռ քարոզաշավը չսկսած, իրենք սկսել են դա անել։ Այդ չեմ ուզում խոսամ ժողովրդավարության օրենքներ եւ այլն ամեն ինչ խախտումները, բոլորը, այն ասում ամեն օր մամուլը դրա մասին ավելի շատ է գրում, քան թե մեկին պետք է նստել եւ բացատրել։ Բայց ընդհանուր իրավիճակը դա է, որ այո, այսօր գործողները ուզում են ասում, իրենք Հայաստանի Հանրապետությունը չեն ներկայացնում են այն ինչ որ արտաքին աշխարհը մի բաներ կան, որոնք երևի ասում են ինչ որ երկրներ, որոնց շահերն են բանանում, թրիփեյթ կապված եւ այն ամերիկյան շահերը, ոնց կբռնի, տենց է կձևակերպեն։ Երկրորդը պատերազմ ասելով այդ ձևով ասում են, ինձ միշտ մի բան է հետաքրքրում։ Արդյոք երևի, չգիտեմ, այլ տեղ եմ կարդացել մի բան, թե դա իրականություն է, տենց բան կա, կարող եք ստուգել։ Ես շատ լավ հիշում եմ, ասում են, այն որ 99 տարով թրիփի ինչ որ բան կար, մենք երաշխավորել ենք Հայաստանի գոյությունը 99 տարով։ Այս տեսակի ձևակերպումը։ Իսկ երաշխավորված է լիշ նոր պատերազմի։ Պարոն Պողոսյան, իրենք ասում են, որ եթե մենք չլինենք իշխանության, թրիփը չի լինելու, լինելու է պատերազմ, այսինքն ամբողջը իրենց անձով է պայմանավորված։ Այն որ ասել են օգոստոսի 8-ին ստորագրել է խաղաղություն, սուտ է։ Ոչ մի խաղաղություն չեն ստորագրել։ Ստորագրել են իրենց իշխանության մնալու բանը,
Բայց այն ժամանակ չեն ցանկացել այդպես ներկայացնել, բայց հիմա քանի որ նախընտրականն է, արդեն ստիպված ասում են օգոստոսի 8-ին ստորագրել ենք այն, որ մենք մնանք իշխանության։ 99 տարով երաշխավորել են Հայաստանի գոյությունը, սուտ է։ Չգիտեմ ինչ որ այլ բաներ, սուտ է։ Այսօր մեզ բացահայտ ասում են միակ ձևը, որ Հայաստանը կարող է լինի, պետք է ընտրեք մեզ հերիք չի, մի հատ էլ սահմանադրական մեծամասնության աստիճան։ Ուրեմն ժողովրդավարության մասին բոլոր խոստումները սուտ են։ Դա ժողովրդավարության ժամանակ դու չես կարող այդպես բան ասես։ Ժողովրդավարության ժամանակ ասում են ժողովրդն է ընտրում իշխանությունը։ Ուրեմն պետք է գալ, ձևավորել քաղաքական միավորներ, ներկայացնել քաղաքական հայտ, քարոզարշավ անել եւ սպասել ժողովրդի ընտրությանը։ Դե հիմա իրենք դա են անում։ Դա չեն անում։ Քարոզարշավը չսկսած քարոզարշավ են անում։ Իրենք անընտրել են ներկուսակցական քարոզարշավ։ Ուզում ասեմ հիմա նորից նայեք, տեսեք, ամեն ինչին մի հատ սիրուն ձևակերպում են գտել, բայց արդյոք դա չի։ Հիմա դուք էլ լրատվական կամ այսպես մեդիա դաշտի մարտիկներ եք, զինվորներ եք, ներկայացուցիչներ եք, մասնագետներ եք, որոնք պետքա կարողանեք այդ ամեն ինչը բացահայտել եւ ճիշտ անուններով ասել։ Ոչ լեգիտիմ իշխանությունը ամեն ինչ ասելու է։ Այսօրվա իշխանությունները ոչ լեգիտիմ են։ Ոչ լեգիտիմ գործողները ինչ ասես ասելու են։ Հիմա եթե ընկնելու եք իրենց ամեն ինչի մեկնաբանեք, նպաստելու եք իրենց օրակարգերին։ Դուք էլ պետք է հասկանաք, հիբրիդային պատերազմի մասին որ խոսում են, ամենաշատը իրանք են խոսում։ Եվ իրանք էլ դա վարում են։ Հիմա օրինակ մի հատ ձեզ հասարակ բան ասեմ։ Դիցուկ վերցնում եմ, աշխարհը փոխվել է եւ հիբրիդային պատերազմը աշխարհով մեկ։ Բոլոր տեղերը։ Ոչ մի լրատվականի աշխարհով մեկ չես կարա ոչ նորություններին հավատաս, ոչ տված տեղեկություններին, ոչ վիդեո նկարներին, ոչ պատկերներին եւ այլն, հա։ Ընդհանուր դա աշխարհով մեկ ընդհանուր բան։ Մենք ասում են մասնագետներ են որոշի կանչեն, որոնք կօգնեն մեզ այդ պատերազմի դեմ։ ԵՄ-ից արագ արձագանքման աշխարհի որտեղից ուզում եմ, այս դա չի թե միզ երևույթն է հետաքրքրում, որ մենք դրա վրա բան անենք։ Մասնագետները ԵՄ-ում են գտնում, ԵՄ-ից տոկ են։ Բայց առաջ երբ որ գալիս էին Հայաստանում օրինակ մասնագետներ որովհետեւ հանդիպում էին ամբողջ քաղաքական դաշտի հետ, այդ ոլորտի մասին ինչ որ բան էին լսում։ Դիտորդները հանդիպում էին բոլորի հետ, ընտրությունների ժամանակ, հա, ասենք, ինչ որ sense առաքելություն է որ գասեն բոլորի հետ։ Դուք լսել եք, որ ԵՄ-ի ինչ որ բաները, որոնք եթե տեից են եկել, հանդիպեն ամբողջ դաշտի հետ։ Ես ունեք չեմ տեսել ոչ պատկերներ, ոչ դրա մասին տեղեկություն չեմ լսել, որ եկածները խաուսացել են, հասկացել են եւ դա անում են հանուն Հայաստանի։ Բայց անունն է այսպես, որ եկել են հիբրիդային պատերազմի դեմ պայքարում օգնելու, բայց լավ, բուն նպատակը ո՞րն է։ Մենք եկանք նույն կետին։ Երբ որ գալիս են ասում են, որ ինչ որ մարդկանց են կանչել, փաստորեն այսօր միայն իշխանությունները հրավիրել են, որ Հայաստանը գտնվում է դրա մեջ, եկել են իրենց օգնելու։ Եկել են գտել են այնտեղի մարդկանց ովքեր որ իրենց շահերն են սպասարկելու, հասկանալի է որ ԵՄ-ն որևէ մի ցենտ եթե ծախսելու է միայն իր շահերը առաջ տանելու համար եւ իր շահերը տանելու համար առաքելությունը Իսկ ո՞րն է շահը Հայաստանում։ Այսօրվա դրությամբ մտածեք, այս տարածաշրջանում ինչ պետք է լինի։ Իրենց ներկայացնում են երևի լսում են կամ որ այ որ կան նրանք ըլնելու է Ռուսաստանի ներազդեցությունը, Ռուսաստան դեմ պետք է պայքարել գնացինք օգնելու, Իրանի դեմ պետք է պայքարել գնացինք օգնելու, նավթա պետք բերել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջով պետք է օգնելու, իրենք դա են։ Հայաստանի մասին չի խոսքը։ Ոստի Հայաստանի մասին ընդհանրապես ոչ է ժողովրդավարության մասին խոսքը։ Եմեն երբևէ ոչ մի ցենտ չի ծախսել որևէ մի բանի համար, որը պետք կներ ուրիշների։ Կլնենք մենք, կլնի Արցախը, կլներ, չգիտեմ, որևէ մի բանի համար։ Միայն եւ միայն իրենց շահերի համար։ Ու դա ճիշտ նորմալ է։ Բայց այլ խնդիր է, մենք ոնց հայացք հասկանում ենք, որ ԵՄ-ի շահերն է։ Մեր շահերը որտեղ են։ Սա Ամերիկայի շահերն է, դրա համար է տրիպը ստորագրում։ Ամերիկան էլ նույն մի ցենտը չէր ծախսելու եւ հանուն ուրիշների։ Իսկ այս նոր իրողություններում նկատի ունեմ տարածաշրջանային, որքանով է ակտուալ ու ինչպես է այսպես տեսնում թրիփի հետագան։ Դեռ Աստված գիտի ինչ անելու տարածաշրջանում, ըստ դրան էլ հետագծերն ու մնացած ամեն ինչները գնալու։ Որքանով էլի արդիական հիմնես։ Նույնիսկ են ասում, միջև այս ամեն ինչ չավարտվի, ոչ մեկ չի իմանալ։ Նա օրինակ ասենք նույն Ամերիկա Միացյալ Նահանգների ներկայացուցիչ ասում է բանակցում ենք, Իրան ասում է չենք բանակցում, չգիտեմ։ Բայց այն ինչ որ որոշվի այդ երկուսի մեջ, չզարմանաք որ կարող է հենց դրա մեջ էլ այդ ամեն ինչը լինի։ Իսկ Հայաստանը
գործողներին այս բանակցային սեղանների շուրջ չկան։ Դա համար դուք ասում եք մի բան, ի՞նչն է լինելու, այդ չգիտեմ, սուրճի բաժակն է իմանամ Իրանն ու Ամերիկան ինչին են պայմանավորվելու վերջում։ Դեռ կրակում են։ Ասում են 5 օր զինադադար է, բայց այսօր էլ առավոտը բացեք բոլոր լրահոսները, էլ նորից կրակոցներ եղել են, նորից հարձակումներ եղել են, նորից հարվածներ եղել են, նորից բաներ եղել են։ Ասենք չգիտեմ դրա արդյունքի հետևանքները ինչա լինելու։ Բայց կա հսա մի տեղ, որտեղ մենք ապրում ենք մի տեղ, որտեղ ոչինչ բան չենք որոշում։ Ու երբ որ մի տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ ասում ենք այլևս Հայաստանը ցավոք սրտի ճաշատեսակասեղանին, այլ ոչ թե սեղանի շուրջ նստած է, շատերը դրան լուրջ չէին վերաբերում։ Պարոն Պողոսյան, իսկ դա պայմանավորված է գործող իշխանությունների այսպես վարած քաղաքականությամբ, թե պատերազմից հետո իրավիճակը փոխվեց։ Բայց ասենք պատերազմից հետո լինի, թե միջև պատերազմ։ Դիցուկ պատկերացնենք, որևէ մի պատերազմ չի եղել։ Հայաստանի ամեն ինչը միշտ է կախված գործող իշխանությունների վարած քաղաքականությունից։ Ով է կրում պատասխանատվություն։ Հիմա նայեք, պատասխանատվություն կրող եկել է մի քանի ամիս առաջ մեզ ասել է, խաղաղություն են բերել, վերջ, լավ է, 99 տարով երաշխավորված ենք։ Հիմա ինչով է զբաղված։ Օր ամիս ժամը ասում, թե երբ պատերազմը լինելու, եթե ես մնամ, չի լինի պատերազմ։ Ահա, շատ լավ, իսկ միգուցե լինելու է, որովհետև պատերազմը ով է անելու։ Մեծ ինձ կասեք։ Ադրբեջանը։ Մեր ճշնամիները, չէ՞։ Ուրեմն խաղաղության պայմանագիր չի ստորագրել։ Սուտ երևույթներ։ Սուտը ստի վրա հիմա իսկ գուցե պայմանավորվածություն կա, որ այդ պայմանագիրը կոնկրետ անձի այստեղ իշխանությամբ է պայմանավորված։ Հիմա դուք ուզում եք սուտ իշխանություն ընտրեք։ Գնացեք ընտրեք։ Եթե ձեր երջանկությունն ամեջ է որ ապրեք ստով ու սուտասաներին ընտրեք, չգիտեմ այլ քանի սուտ պետք է լինի։ Ամեն ազգ արժանի է իր թագավորին։ Ուրեմն եթե Հայաստանում գնալու են ընտրեն սուտ ասող թագավորին, արժանի են այդ սուտ ասող թագավորին։ Այդ ստի մեջ թող ապրեն։ Երբ որ մի օր էլ Հայաստան չկոչվի, Արմենիստան կկոչվի, հետո էլ չզարմանանք։ Բայց ինչ որ արել ենք հետևանքը մեր արածն է։ Ինչին որ այսօր հասել ենք, սա հետևանքը։ Նայեք, նույնիսկ իրանց ներկայացուցիչներն են ասում, պատերազմը չի բան, պատերազմը եղել է հետևանք։ Ես շատ լավ գիտակցում եմ, ուրեմն այսօր պետք է հասկանալ, որ հետևանքի մեջ ենք ապրում։ Այն որոշմանը, որը կայացել ենք 2021 թվականի հունիսին։ Դրանից առաջ այն հետևանքներում ենք։ Եթե այդ հետևանքները չեն ցանկանում հաշվարկել, լսել, իմանալ, գիտակցել, ես այստեղ անզոր եմ մարդկանց բացատրելու։ Իսկ ուսե ցանկանում են, բայց այստեղ չկա այլընտրանք ներկայացնում, չկա այնպեսի ուժ, որ կբացատրի։ Չի լինում, նայեք, ասենք այլընտրանքը դուք որ ասում եք, ես հասկանում եմ հետևել, ասում եմ, չեմ ուզում հին ձևով, ուզում եմ նոր ձևով։ Դրա մասին կա փոփոխություն ընկալումը։ Գանդից ավելի խելոք չեմ ելնելու, որ ասել է, եթե ցանկանում ես փոփոխություն, դարձի այդ փոփոխություն։ Ձևավորեք այդ այլընտրանքը։ Քաղաքական դաշտը պետք է ձևավորել։ Քաղաքական դաշտը լուսնից է իջել։ Դե եկեք մի հատ բան ասենք, լավ, իրականության մեջ այդքան խոսում ենք, իրականություն, ազնվություն։ Քաղաքական դաշտը լուսնից է իջնում։ Ղազախստանից են տեղափոխում ստե։ Չէ, ժողովուրդ։ Ամերիկայից են բերել։ Թե ժողովրդի մեջից այդ քաղաքական դաշտն էլ ձևավորել է։ Ովքեր որ ձևավորել են, ովքեր որ ասում են, այդ քաղաքական դաշտի ներկայացուցիչներին լսում են։ Նեք ես երբ որ 2012 թվականին քաղաքական էլի գործընթաց ունենք ընտրությունների հետ, մասնակցում էր մոտավորապես, եթե չեմ սխալվում, 12 թե 14 քաղաքական միավոր, որոնցից 6-ը ընտրվել էր ազգային ժողովում, ինչ նշանակում է 5%-ի մաս։ 21 թվականին 24-ից ընտրվել է 2-ը քվեով։ Որևէ մեկին չեն հավատացել։ Հիմա չգիտեմ ինչքան է լինելու։ Լսելու են այդ մարդկանց։ Թե լսելու են այն բանին, ինչին որ հարմար անելու։ Եթե ինչ որտեղ բնական չէ, պարոն Պողոսյան, երբ որ մարդը լսում է այն, ընդունում է այն, ինչ ականջին հաճո է, սրտին հաճո է։ Հասկանալ է, միշտ այնպես։ Թող ուժերը այնպեսի բան ներկայացնեն, որ իրենց ականջը։ Ուրեմն էլ թող մեղքը չգցին ավրա, որ ինքը քաղաքական դաշտի պակասություն ունի։ Ինքը լսում է այն, ինչ որ ուզում է։
Նրանից որ 10 նորը լինեն կամ հները իրար վերաձևավորվեն մի 20 հատ էլ այլ նորը ստեղծեն, չի լսելու։ Այդ ժամանակ թող ազնիվությունը ինքը իր համար անի։ Ես ազնիվ չեմ, ես պարզապես գտնում եմ ձևակերպում, ոնց մեղադրանքը ուրիշի վրա գցեմ։ Է քաղաքական դաշտը չի ձևավորվել։ Այս մեկը սենց չի արել, այն մեկը սենց չի, այնի բոյով չէր, այս մեկը ճաղատ չէր, այս մեկը հակառակը ճաղատ էր, այս մեկը սենց էր։ Ու տենց մեղքերը գցելով ուրիշների վրա, ինչպես գործողները այսօր շարունակելու են անել։ Բայց այստեղ գալիս եմ։ Միգուցե 2-3 օր լավ կապրեք։ Չակեր։ Բայց արդյոք ժամանակը չի մտածեք, իսկ ինչ եք ժառանգելու ձեր բալիկներին, թորնիկներին, որտեղ իրանք են ապրելու հետևանքով։ Այստեղ ամենակարևորը, երբ որ ես ասում եմ, ես ուզում եմ որոշում կայացնել, կայացնում եմ իմ մարմնի համար հենց այսօր, թե կայացնում եմ նաև գիտակցելով, որ սիրում ենք մեր բալիկներին, խաղություն ենք ուզում իրենց համար։ Այդ դրվագը հիշեցի, երբ որ Քարենտ Քարոզաշովի ժամանակ էր, հա, Նիկոլ Փաշինյանը այդ քարտեզը իր այսպես որը պահում է, ցույց տվեց, ասեց, այ ձեր արցախցի կնոջը այդ միջադեպի հետ կապված, ասեց, այ ձեր երեխան այսպիսի Հայաստանում է ապրելու։ Ուզեք թե չուզեք։ Երաշխավորել է արդեն, ուրեմն թե պատերազմով էլ թող չվախա։ Ուրեմն թող կողմնորոշվեն։ Կամ ասեն, որ չեն կարել ազնիվ լինեն։ Կամ ասեն, կամ եթե նույնիսկ իրանք ուզում են սուտ ասեն, որովհետև Քարոզաշավի ժամանակ շատ են սուտ խոսում։ Այն ժամանակ թող այդ մարդիկ գիտակցեն, լավ, եթե ինք ուզում է, որ երեխան ապրի։ Ուրեմն այդ հետևանքը պետք է ապահովի։ Իսկ հետևանքը ապահովելու համար ես այսօր պետք է լավ գիտակցեմ, ինչքան հավատամ կամ ընկալեմ սուտը։ Այստեղ է գալիս։ Ես լսում եմ նա, ինչ որ ես եմ ցանկանում։ Բայց իմ ցանկությունս ձևավորվում է, երբ որ ես սկսում եմ գիտակցել, որ հետևանքն եմ ցանկանում երեխայիս թողեմ։ Եվ եթե դրա համար պետք է սկսեմ նորից լսեմ եւ այլևս սուտի հետևանք չընկնեմ։ Երբ որ երեք լրագրող ինձ հարցնում է, գործողները ասել են այս ընդդիմադիրները, որ եկան պատերազմ են, ասում են, ինչի վրա են հիմնվում։ Ասում են, տենց են ասում։ Ասում են, մի հատ ինձ ցույց տվեք այսօրվա դրությամբ, որ մի այլ ոչ թե գործող քաղաքական միավոր, չգիտեմ ընդդիմադիր է թե մյուս դաշտում, բայց խոսալու է, որ ինքը ցանկանում է պատերազմի մասին։ Հասկանում եք, այս սուտը, երբ որ մարդ բացահայտում է, որ այս կողմից սուտ է գալիս։ Դրա բացահայտման համար մի վարժություն է պետք։ Այլևս ինքս եմ լսելու բոլորին կամ հարց եմ տալու։ Լրագրողը էթիկայի մեջ անում, չի զանգում երրորդ կողմին, ասում այն երկուսի խոսքերը մեկնաբանի։ Սկզբից եթե սրանից լսել է, մի հատ է զանգում է մյուս կողմին, որտեղ էթիկա պայասի, սենց բան ասել է կամ ձեզ են ասել։ Բայց բազմիցս նա մյուս կողմին է այդ հարցը ուղղվել, որ դուք գաք պատերազմ լինելու կամ կողմ եք լինելու պատերազմին։ Այդ այլ տարածեք ու երբ որ նա հաջորդ անգամ որ այն մյուս կողմը պարզապես ասում է, միանգամից ցիտեք, որ բոլոր հարցերը տրվել են եւ սխացել են։ Ես այնքան տենց նայում եմ, որ դա չէ, ժամանակ ինչ են զանգում երրորդ մարտին հարցում են, դուք ինչ եք մտածում։ Եթե տեղեկությունը կա, այլևս ինչի են ուրիշներին այդ։ Երևույթները ձևակերպեք, մարդիկ ասեն, մարդիկ թող լսեն։ Որտեւ այլ պարագայում է, որ ամեն անգամ ասում են գործողների ինչ որ մի բան ասեք, մենք իրանց օրակարգն ենք խաղացնում։ Որը երևի ազնիվ չի։ Խաղացեք բոլորի օրակարգերը։ Այդ ժամանակ գոնե կդառնա, որ բոլորին հավասար ժամանակ են։ Ինչ եք սպասում նախընտրական ժամանակ, երբ որ տեսել եք, որ դեռ չի սկսվել նախընտրական ժամանակը, բայց մի կողմը արդեն օգտագործում է ամեն ինչ։ Այս այլ է, չէ՞։ Դե դա ինչ որտեղ բնական չէ, որ միշտ ռեսուրսները իշխանության կողմն է։ Այսօր տեղեկություն կար, որ կանաչ լույսա եմեն տվել, որ այդ խումբը գա։ Այդ խումբը երբ որ գա լրագրողները ամեն օր իրանց հարցնել, ինչ բացահայտումներ են գրել եւ արդյոք միայն ինչ որ մի երկրի հետ կապված հիբրիդային բացահայտումները, թե դրանք կան շատ այլ տարբեր երկրներում։ Օրինակ մեր ճշնամիների կողմից այդ նույն ժամանակ որ գալիս ասում են մենք սրա հետ ենք ուզում աշխատենք, մենակ էսա լավը, մենակ էս մեկն է, այ որ մյուսը գա պատերազմա լինելու։ Արևմտյան Ադրբեջանը մեզ ավանում եւ այլն, ասենք այս բոլոր բաների մեջ ասենք լինելու է եւ պահանջ դեպի այդ, որ այդ խումբն էլ հասկանա, որ ինքը եկել է ամբողջ Հայաստանի համար ապահովելու հիբրիդային պատերազմի ներազդեցությունը բոլոր կողմերի, այ ոչ թե մի բանի։ Պարոն Պողոսյան, իսկ իրողությունը հիմա ինչպես է փոխվել, որ այսօր Արցախը
անկախության հռչակագիրը օրինակ դիտարկվում են որպես, այդպես է, հա, ամեն դեպքում արտաքին քաղաքականությունը, որ պատերազմի մի նոր վտանգ։ Դա Ադրբեջանի թելադրանքն է։ Ասում են, եթե մենք այնքան խոսում ենք Արցախի մասին, իրենք հայելային կերպով ով է իրանց դա ասել։ Ես օրինակ չեմ լսել, որ աշխարհում որևէ մեկը գար ասել, այ որ Արցախ կամ ձերնան տան մասին խոսում ես, դա դու հրահրում ես պատերազմ։ Միակն այս բանը լսել եմ Ադրբեջանից։ Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը իրենց ասել է, կամ սրա դեմը փակում եք, կամ մենք ձեզ հարվածելու ենք։ Պատերազմը ուրեմն իրենց ձեռքում է։ Դեռ իրանք չեն կարողանում ապահովել։ Այն իրանց հենց մնալը պատերազմի բերելու հնարավորություն է տալու։ Դեռ պարտված բանակցողը սեղանի կողմից հեռանում է։ Սա հետևանքն է այն པարզ երևույթին, որտեղ ժամանակին պարտված, ծեծված բանակցողը պետք է հեռանա։ Պարոն Պողոսյան, իրանք էլ ասում են, լավ, մենք ուզում ենք հեռանանք, բայց ժողովուրդը մեզ կրկին քվե տվեց 21 թվականին։ Երբ են ուզել։ 21 թվականին։ 21 թվականին ձեզ թվում է ժողովուրդն է քվե տվել, 24%-ով իշխանություն ենք ընտրել։ Դուք եք իսկապես հավատում, որ այդտենց է եղել։ Ազնիվ ընտրություններ է եղել, բեմադրություն չի եղել։ Թող վիճարկի։ Բայց առնվազն եթե ժողովուրդը այդ ժամանակ իսկապես ընտրել է, այ հիմա այս հետևանքով ուզում է ապրի։ Էլի ունենա ծեծված բանակցող սեղանի շուրջ, որ էլի ու էլի մեր ճշնամիները բանան։ Բայց ուզեն թե չուզեն, այս թեզերը ժողովրդի մի հատվածի վրա ամեն դեպքում իր ազդեցությունը ունեն մեջ, այս պատերազմի նոր սպառնալիքը։ Քուր աղբերներ էլ ունեն, բարեկամներ էլ ունեն, աշխատողներ էլ ունեն։ Մարդիկ կա, որոնք նայում են, ասում են, ինձ ինչքան է մնացել, մի քանի տարի է, պենսիաս բարձրացրել են, ստանալիս լավ բան։ Մարդը կարող է երիտասարդ, ոչ ընտանիք ունի, ոչ երեխա, ոչ հետևանքների մասին է մտածում։ Խաղ նստեմ կաֆեում, ինչ-որ բան անեմ, կոմպյուտերից մեջ ինչ-որ գործ անեմ, հեժ-վեջը չեմ։ Դու ասեմ, իսկ ով ասել, որ չկան։ Այլ հարց է լինելու, մենք իսկապես ամսի 8-ին հունիսի ունենալու ենք ազնիվ արդյունքներ։ Թե բարձվելու հոսանքներ են գնալու, ռեպրեսիաներ ալնելու միջև եւ այլն։ Նրանց հետո լավ ինչ ձևակերպելու ենք ժողովրդի տակ։ Այդ ժողովրդի քանակը կասեք ինչքան է, երբ որ ժողովուրդը ասում են։ Ես իսկապես շատ եմ ուզում։ Այո, 21 թվականին 3/4-ից sense ասած մի կողմ դրած տունը մնացածները, որ մնացել են, ձևավորել են հետևանք, որոնք չեն գնացել, որտեղ որ գնացածն էին, գոնե կիմանային։ Այն գնացածները ավելի ազնիվ էին։ Չգնացածները նպաստել են այդ։ Հիմա կհասկանան այլևս որ 1000 անգամ նորից դա չբացատրել, որ ձեր չգնալը հետևանք է։ Դե դա էլ քաղաքական ուժերի ձեռքում չէ, որ այդ զանգվածին վերեն ընտրատեղամասամսի 7-ին։ Կարողանան այնպես բացատրել, որ ձեր յուրախաչը քվեն կարևոր է։ Ես օրինակ հիմա դա ասում եմ, բայց ասում եմ, քանի որ իմ սրտի մեջ է, ոչ մի քաղաքական ուժ չներկայացնելով։ Հրանտ Պողոսյանի գիտակցությամբ ես հասկանում եմ, որ դա ունենալու է հետևանք, որը ամեն մեկով ենք բոլորիս վրա է ազդելու եւ նրանով ենք ապրելու։ Դուք էլ ասեք։ Որտեւ ամեն ինչ մեղադրելու միայն ինչ որ այս քաղաքական ուժերի վրա ասեն կամ չասեն։ Քաղաքական ուժեր կա, որ իրենց միակ շանսը տեսնելու են մարդկանց չմասնակցելու մեջ, ինքը ասելու է։ Ես չեմ կարող մեղադրել։ Բայց ցանկացած քաղաքացի դա պետք է ասի։ Չէ՞ որ քաղաքացին է ապրելու այդ հետևանքով։ Նայեք քաղաքական ուժերի վրա ինչ ամենահեշտ բանն է դառել ինչ որ մի խմբի վրա բան անել։ Բայց նույն ձևի ոչ մեկ չի ասում ոնց բան արեցի։ Իրանք որտեղից են։ Մեզանից չեն։ Լավը չի ուզում են փոփոխություն, դարձի այդ փոփոխություն։ Ստանձնի պարտավորություն գնա։ Պարտավորություն չենք ցանկանում ստանձնել։ Այս չենք անում, չենք, բայց մեղադրանքի աղբյուր ունենանք։ Այս մեկը որ ցանկացել է, եկեք սրան մի հատ մեղադրենք։ Սրանից լավ բան։ Այս հետևանքները որ ապրել են։ Ես ուզում եմ որ մենք իսկապես գիտակցենք որ բաներ կան որոնք պետքա դու ինքդ էլ քո վրա ստանձնես ու ինքդ քո համար էլ անես չսպասես որ մեկը կողքից կգա կանի կամ չի անի կամ վատ կանի կամ բան անի արա արեք պետք չունեք այդ հնարավորությունը քաղաքական միավոր ձևավորելու առնվազն գոնե ձեր խոսքով ներազդեք տարածեք բացատրեք եթե դա գիտակցում եք որտեղ այդ հետևանքով հետո ապրելու եք կապ չունի այս մի կողմը արել է կամ մի կողմը արել է ապրելու ենք բոլորս այս է ամենը ցավալին լինելու որտեղ հետո նորից ընկնելու ենք ասենք կոտրած տաշտակի առաջ հայտնված որ այս ինչ հետևանքի որ մենք ապրում
Շնորհակալ եմ ձեզ, պարոն Պողոսյան, զրույցի համար։ Հարգելի արտադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել են քաղաքագետ Թևան Պողոսյանին։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։